Բարև հայր ջան, այս մի քանի օրվա մեջ ստացածս նամակներից եկա մի եզրահանգման, որ հիմա ստիպված եմ ամենապարզ բաներին անդրադառնալ ուղղակի մի քիչ խորքային վերլուծության, որովհետև ես հասկացա, որ ցավոք, բայց մեր ժողովրդի մեծ մասը չի տենում, չի գիտակցում ամենավերևում դրված, ամենապարզ երևացող 7 բացահայտ ճշմարտություն, ուղղակի չի տենում, հակառակ դեպքում տենց բովանդակությամբ նամակներ ոչ ես կստանայի, ոչ էլ լույսի բանակ կազմակերպությունը, այս խոսքս էլ, այս տեսանյութն էլ թող անվճար դաս լինի ամբողջ քաղաքական դաշտի համար, եթե իհարկե ուշադիր լսել, խորհել ու խոստովանել գիտեն, եթե ես ուզում եմ խոսալ 7 ճշմարտությունների պատերազմից, որը հայերի մի մասը քնացնում է, տալիս է չտենալու կամ զուտ չի հասկանում, իսկ մյուս մասը, ավելի քիչ մասը, որոնցից մեկը ես եմ, ամեն կերպ փորձում ենք տեղ հասցնել ու մատնանշել, թե կոնկրետ ինչում է մեր սխալների ու թերությունների պատճառը ու առաջարկել դրա լուծումը։ Տեսեք, օրինակ, վաղարշապատում ընտրություններ են, շատ կարևոր իրադարձություն Հայաստանում, բայց անդրադառնալու հատվածները այնքան անլուրջ են, որ նման լուրջ իրադարձությանը մարդ չի ուզում անդրադառնա։ Մինչև այս մեզ պակասող 7 ճշմարտություններից խոսալս կարճ մի կարևոր բանի վրա շեշտ դնեմ ու անցնենք այսօրվա բուն թեմային։ 2026-ի ընտրություններից խոսալուց, երբ ասում եմ, որ գիտակից իրապես երկրի համար ցավացող մարդը սրա օրոք այդ կրկեսի թեկնածուն չի դառնա, ինձ ասում են, որ եթե ընտրվողը ընտրվի, ապա Նիկոլը ոչինչ անել չի կարա։ Տեսակ ոնց ընտրություններից հանեց իր կարծիքով իրան խանգարող ուժին, ու այդ մեթոդը ամենապրիմիտիվն է։ Դե հիմա սա որպես վառ օրինակ ու ասածից ապացույց աչքներիդ առաջ պահեք ու պատկերացրեք, թե ինչեր է անելու 2026-ին։ Ասենք, եթե մինչև այդ վերածննդի շարժումը հաղթանակ չգրանցի։ Սա ասենց ուղղակի որպես հերթական ապացույցը նրա, որ հույսներդ ընտրությունների վրա չդնեք այն նպատակով, թե իբր հեսա քվյաթերտիկներով բան եք անելու, Նիկոլ եք հեռացնելու, ու պետք չի ժողովրդին նորից հույս տալ ու վերջում էլ էլի գցել, շպրտել, խաբել։ Այս ամենի մասին բազմիցս խոսացել եմ, նորից չկրկնվեմ, անցնենք մեր բուն թեմային։ Հայր ջան, մեր ծրագրերը պատրաստ են, որ Հայաստանը մտցնեն իր նոր աշխարհաքաղաքական ինքնության դարաշրջան։ Ու մեր ծրագրերի ֆոնին այս խառախուռա քաղաքական խժդժոցը մանկապարտեզ է թվում, անկեղծ։ Դրա համար է, որ շատ ու շատ հարցերի, այն որ ուղղակի չեմ էլ անդրադառնում, այդ անդրադարձները թող մնա բլոգերներին, թող բլոգերներն անեն կամ էլ են պարապ ու ինքնահռչակ քաղաքական ու պետական գործիչները։ Ուրեմն տեսեք, հայր ջան, մարդիկ, ովքեր հույս ունեն, որ ընտրություններից հետո ժամանակները կփոխվեն, ստիպված եմ հիասթափեցնել ու հիշացնել, որ ժամանակները չեն փոխվում, ժամանակները կոտրվում են նոր ժամանակներով։ Այսինքն ներկա իրականությունը պետք է կոտրել ու դրա վրա նորը հիմնել, ոչ թե փոխել։ Առհասարակ ցանկացած բան փոխում են ինչ-որ համարժեք բանով, չէ՞։ Եթե Նիկոլին իրանց արևին փոխողները, ընտրություններով էլի, իրանք իրանց Նիկոլին համարժեք են համարում, ապա ես ու լույսի բանակը փոխարինողներ չենք։ Մենք հակահայկականը կոտրող ու հայկականը կառուցող ենք։ Եթե չէ, ապա Նիկոլի կամ Նիկոլին նշանակողների համար փոխնորդ չենք, էլի, ու ոչ էլ ինչ-որ մեկի զապասը չենք, ու առավել ևս Նիկոլին կամ նախկին իշխանություններին համարժեք չենք, որ կանգնենք նույն հարթության վրա ու մի հատ էլ սպասենք տենանք մեզ կընտրեն, թե Նիկոլին, թե նախկին իշխանությանը, Նիկոլը խաղեր կտա, թե չէ։ Այդ Նիկոլին համարժեքները կարան թեթև տանեն, մեր նպատակները ավելի հստակ են ու դուք դրանց մասին գիտեք։ Դա վերածննդի շարժումն է։ Հայր ջան, տեսեք, յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքի ընթացքում ունենում է մի պահ, երբ ինքը կանգնում է իր վերջնական ճշմարտության առաջ ու պարտադիր կերպով ընտրում է լինել պատմության նյութ ընդհանրապես, թե դառնալ պատմություն ձևավորող ուժ։
Ժամանակ կա, երբ լռությունը դառնում է ազգի ներսում կուտակվող վերջի գոռոցը, վերջի ճիչը։ Ժամանակ կա, երբ ժողովուրդը կանգնած է անկամության ու ճակատագրի խաչմերուկում ու չի գիտակցում, որ այդ պահը իրանից պահանջում է ոչ թե ընտրություն, այլ վերածնունդ։ Հիմա մենք կանգնած ենք հենց այդ կետի վրա։ Ու այսօրվա 7 ճշմարտությունները, որոնց մասին պետքա խոսամ, ոչ թե քաղաքական գնահատականներ են, ոչ թե քաղաքական ախտորոշումներ են, այլ պատմական օրենքներ, որոնք եթե չհասկանանք, երկիրը կկորցնենք։ Դրանք գոյաբանական օրենքներ են, որոնք կամ կբարձրացնեն մեզ դեպի նոր մակարդակ, կամ կուղարկեն անվերադարձ անդունդ։ Ժողովուրդ, ես չեմ ձգտում ձեզ դուր գամ, ես ձգտում եմ ձեզ արթնացնել։ Դրա համար խնդրեմ համբերատար լսեք այս բոլոր 7 ճշմարտությունները, որոնք այսօր մեզ, ինձ, ձեզանից յուրաքանչյուրին ուղղակի անհրաժեշտ են։ Ճշմարտություն համար 1. Հայաստանը չունի պետություն, որովհետև դադարել է մտածել որպես քաղաքակիրթ ինստիտուտ։ Որովհետև երկար տարիներ ապրել ենք առանց պետական մտքի։ Պետություն կառուցելը Երևանից սկսվող ու ասենք թե Սևանով ավարտվող սահմանը չի կամ Սյունիքով։ Պետությունը աշխարհընկալման չափանիշ է։ Պետությունը ոչ թե զուտ տարածք է, այլ գաղափար։ Ու մենք տարիներով ունեցել ենք սահմաններ առանց գաղափարի։ Դրա համար չպահպանեցինք ու մինչև հիմա էլ չենք կարող պահպանել մեր տարածքներն ու արդեն իսկ ազգային արժեքներն ու հասարակական արժանապատվությունը։ Այս սրա համար է, որ բոլոր իշխանությունները մեր մոտ երբեք չեն վերածվել պետականության։ Հայաստանում իշխանությունը միշտ եղել է զուտ աթոռների բաշխման մեխանիզմ ու ոչ թե ազգի ճակատագրի կառավարում։ Տարբեր հավաքածուներ, թայֆա եկել են, իրենց հայտարարել են իբր քաղաքական թիմ, իշխանությունը զավթել են, իրանք դզվել են, դե ժողովուրդն էլ կամ արտագաղթ, կամ ծայրահեղ աղքատություն, կամ ազգային արժեքների կորուստ, տարածքների կորուստ, կալանավորումներ ու մի խոսքով են ամեն ինչը ինձանից ոչ պակաս ձեզ էլ է հայտնի։ Իսկ ազգը, որը չունի պետական միտք, պետական մտածելակերպ, դառնում է իր պատմության դիտորդը։ Ոնց որ հիմա կարելի է ասել բոլորս ենք, բնականաբար անհատներին հանած, բայց ընդհանուր առմամբ բոլորս մեր պատմության դիտորդն ենք, նայում ենք Telegram, YouTube, լուրեր, Facebook, հետևում ենք։ Երբ ժողովուրդը չի գիտակցում ինքն իրան որպես պատմություն ստեղծող ուժ, տվյալ ժողովրդի իշխանությունը վերածվում է օտար կամքին ծառայող մարմնի։ Ու այդտեղ ժողովուրդը ընդհանրապես օգուտ չունի, բացարձակ ոչ մի օգուտ։ Մենակ կորուստներ, տուժեր, հիվանդություններ ու լիարժեք ուրախության իսպառ բացակայություն։ Տենա ապրում ու ճպճպում ենք ատելության մթնոլորտում, ինչից է, ձեր անտարբերությունից ու դասեր չքաղելուց, ամենապարզը չգիտակցելուց, որ երբ ասում եք, թե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, որ չեք ուզում խորանալ, գիտակցեք, իբր դա ձերը չի եւ այլն։ Ու տենց ժամանակ ունենում ենք այն, ինչ ունենք հիմա։ Այսօր Հայաստանում կա իշխանություն, բայց չկա պետություն, ուժ չկա, արժանապատվություն չկա, ուղղություն չկա պետական մակարդակով։ Հենց դրա համար էլ ամեն մեկը, ամեն մի քոչվոր Ալիևա նման կարող է գա ու մեր վրա մատ թափ տալով մեզ պայման թելադրի։ Հիմա այս առաջի ճշմարտության հետ կապված Լույսի բանակի նպատակներից է հեղափոխությամբ իշխանության գալու դեպքում վերականգնել պետական ռազմավարական մտածողությունը, ստեղծել ոչ թե ծրագրեր, այլ պատմափիլիսոփայական ուղղություն, որը ձևակերպում է աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հայաստանի գոյություն ունենալու պատճառը, որովհետև առանց գլոբալ պետական մտածելակերպի իմաստել չունի առհասարակ տվյալ պետության գոյությունը, քանի որ դա այդ դեպքում ոչ թե պետություն է, այլ լավ կամ վատ ժամանցի ապրելու համար, գոյություն պաշտպանելու համար նախատեսված գոմ, իսկ մենք հայ ժողովուրդ անասուն չենք, հոտ կամ նախիր չենք, մենք աշխարհում առաջի քաղաքակրթության բնորանն ենք ու առաջի հզոր կայսրություններից մեկը։ Դրա համար մեզ ուղակի հարիր չի պետական մտածելակերպ չունենալն ու նախիրի վերածվելը, այն որ 100 տարին մեկ էլ տանեն մորթեն։
ու մեր այդ նպատակը իրականացնելու համար կա հստակ մեխանիզմ, պետականության սյունաձև մոդել։ Ես էլ ասում եմ նրանց համար, ովքեր միշտ ասածներից կամ լույսի բանակի ծրագրերի հետ համաձայն են, բայց պարտադիր միշտ հարցնում են, իսկ ո՞նց եք իրականացնելու։ Ասեմ, նախ պետական մակարդակով ապահովում է հայի ինքնության անվտանգությունը, այնտեղ կրթություն, մշակույթ, պատմություն, ազգայինը ամենուր ներդնելու օրենքներ եւ այլն։ Երկրորդը իրավական ու պատմական տարածքների վերականգնում, այսինքն պետքա խիզախություն հիմնվելու համար հայի ու Հայաստանի շահերից բխող պատմական ու իրավական հղումների վրա, ինչը չեն արել ոչ սրանք, ոչ էլ նախկինները։ Դիվանագիտություն հստակ արտահայտված պահանջատիրոջ դիրքից ու ոչ թե խնդրվողի կամ խղճահարություն առաջացնողի։ Պետական մակարդակով ինքնավստահություն ունենալու համար մաքսիմալ սպառազինություն ու ռազմական տեխնիկա ու մնացած անհրաժեշտ ամեն ինչի ապահովումն ու դրա առավելագույն օգտագործումը իշա հայի ու Հայաստանի։ Երրորդը ազգային ռեսուրսների ռազմավարական կառավարում, սա կարծում եմ առանց մանրամասնելու էլ պարզ է։ Ու չորրորդը ազգ, բանակ, բարձր տեխնոլոգիաներ։ Այս իրեքի համադրությունը։ Քանի այս ընդհանուր 4 կետերը չկան, քանի սա իրականացնող իշխանություն չկա, այդ իշխանությունը պետականություն չի ստեղծի, այլ ընդհանրապես իր անձնական շահերից ելնելով ժամանակաշահելու 2026-ի տեխնացուներ լավ եք լսում։ Լսեք, ձրիա։ Երկրորդ ճշմարտությունը։ Հայաստանի ընդդիմությունը ոչ թե ուժերի բազմազանություն է, այլ համակարգային խապկանք ժողովրդի էներգիան չեզոքացնելու համար։ Հայաստանում ընդդիմությունը ասելով կոնկրետ ես նկատի չունեմ քաղաքական ուժ, ես նկատի ունեմ վերաբաշխված կուլիսային իերարխիա, հայերեն ասած նվիրապետություն։ Սենց կոչված ընդդիմությունը ընդամենը օգտագործում է ազգային բառեր, բայց ծառայում է ոչ թե ազգին, այլ այդ նույն մատրիցային, նույն համակարգային ինքնապահպանմանը, այդ պայքար չի, որ իրանք են տանում, այդ բեմադրությունը։ Են էլ շատ էժան ու անորակ, որովհետև այդ ժանգոտ ու կրեատիվիզմից կիլոմետրերով հեռու անհոգի ու ախմախ դառը, սառը սցենարը գրում են կրեմլյան սենյակներում ու շատ վատ դերասաններով էլ խաղարկում են ստեղ ազգային դիմակների տակ։ Իրականում ժողովուրդ, տեսեք, դուք ինչին եք սպասում, մարտնչող ընդդիմության, չէ՞։ Բայց ինչ եք ստանում, դերասանների, որոնք պայքարում են ոչ թե ձեր ազատության, այլ սեփական դերերի համար։ Այս թատրոնը, որ տարիներով թույլատրել է հասարակության կամքի ինստիտուտը, ու ինչքան էլ մարդիկ փոխվեն այդ բեմի վրա, այդ վերաբաշխումը չի փոխվում։ Հիմա մի հատ մտքով հետ գնացեք ու նայեք, որ դերերը միշտ եղել են, ուղղակի դերասաններն են միշտ փոխվում։ Սա քաղաքականություն չի, սա բեմադրություն է, մանկապարտեզ, որտեղ դերերը փոխվում են, իսկ դերաբաշխողը մնում է նույնը, ռուսական ռազմաքաղաքական ներքին կառավարումը։ Դրա համար էլ դրանցից ոչ մեկ չի գնում մինչև վերջ, որովհետև չի կարա ու չի ուզում։ Արդյունքում ժողովուրդը մնում է առանց իրական ձայնի ու առանց որևէ հաղթական կամ պահանջը բավարարող արդյունքի։ Հիմա սրա հետ կապված լույսի բանակի նպատակը որն է, երբ ոչ թե ընտրություններով, այլ միմիայն հեղափոխությամբ գանք իշխանության։ Լյուստրացիան կա, դա մեր համար մեկ նպատակներից է, հիմա դրա մասին չեմ խոսում։ Պետք է արվի դիմակահանություն, այսինքն պետք է պատռել բոլորի դիմակներն ու տենալ բոլորի իրական դեմքերը, բացահայտել ոչ թե անունները, այլ մեխանիզմները։ Որևէ քաղաքական ուժի վտանգավորությունը իր անունը չի, այլ այնա, թե ում աշխարհաքաղաքական շահերն է սպասարկում Հայաստանում։ Դրա համար պետք է իրականացվի բոլոր քաղաքական ուժերի աշխարհաքաղաքական քարտեզագրում։ Յուրաքանչյուր ուժ պետք է դասակարգվի։ Ռուսակենտրոն, Եվրոպամետ, օլիգարխիկ, մյուսը, այս քարտեզը կմերկացնի ամբողջ քաղաքական դաշտը։ Այդ ժամանակ կերևա, թե ով է լույսի բանակին համարժեք ուժ։ Երրորդ ճշմարտությունը։ Տեսեք,
Հայաստանը կախված է իր պատմական հակառակորդից, ու դա պետական ինքնասպանության ամենավտանգավոր ձևն է։ Ռուսաստանի հետ հարաբերությունը դաշնակցություն չի, դա 100-ամյա կախվածության շարունակությունն է, որի միակ նպատակը հայկական պետականության ծավալի նվազեցումն է։ Իսկ այդ դաշնակցական հարաբերություն չի, այդ աշխարհաքաղաքական պատանդությունը ու դա չտենալը կամ չտենալու տալը կամ արհեստականորեն դրա հակառակը պնդելը իշահ սեփական պաշտոնների ավել բան չասեմ, սեփական ժողովրդի հանդեպ մեծագույն դավաճանություն ու հանցագործություն։ Տարածված մոլորություն կա, չէ, որ կարծում են, որ կախվածություն հավասար է բան, պաշտպանվածություն։ Բայց պատմությունը ցույց է տալի ճիշտ հակառակը։ Ռուսական քաղաքականությունը երբեք չի եղել հայկական պետականության կառուցման կողմում, ոչ մի անգամ, երբեք, ոչ Արևմտյան Հայաստանի կորստի պահին, ոչ Նախիջևանի կտրման ժամանակ, ոչ Արցախում, ոչ էլ այսօր Սյունիքի շուրջ։ Այն մնացած բաները էլ չեմ ասում։ Ու այս իրականության ֆոնին նայեք ինչ են փորձում մեզ համոզել։ Համոզում են, թե առանց Ռուսաստանի մենք չենք կարա։ Իսկ ես ասում եմ, որ չէ, առանց Հայաստանի մենք չենք կարա։ Ու Հայաստանն այսօր կախված է ոչ թե աշխարհից կամ եսին որ պետությունից, այլ սեփական վախերից։ Ու մի բան շատ լավ իմացեք, որ մեր կորուստները երբեք պատահականություններ չեն եղել։ Դա եղել է ռեգիոնալ ճարտարապետություն, որտեղ Հայաստանը պետք է միշտ մնար թույլ, բաժանվող ու վտանգի մեջ պահվող միավոր։ Հիմա սրա վերաբերյալ էլ ասեմ լույսի բանակի նպատակն ու դրան հասնելու ձևը։ Ու նորից շեշտեմ, որ ոչ թե ընտրություններով, այլ հեղափոխությամբ իշխանության գալու դեպքում։ Այդ դեպքում մենք կոտրելու ենք որևէ կախվածություն ու կոտրելու ենք ոչ թե էմոցիոնալ ձևով, այլ ինժեներական մեխանիզմով։ Այսինքն էներգետիկ անկախության ռազմավարություն։ Մեր ռեսուրսները բոլորիդ հայտնի են ու այդ անկախությունը օդում կախված է, օգտվելու ցանկություն ունեցող իշխանություն չկա ու չելեղե։ Իսկ մենք կլնենք։ Հաջորդը ռազմական տեխնոլոգիաների մյուս բոլոր հասանելի ճանապարհներով ներմուծում, ստեղծել նոր հասանելի ճանապարհներ։ Հետո Սփյուռքի ուժի ինստիտուցիոնալացում, ՏՏ ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծում ու անպայման բազմաբևեռ դիվանագիտության գործարկում առանց ռուսական վետոյի։ Ու սա ընդամենը ամենասկզբի համար ու որպես ամենահասարակ քայլ էր։ Ու սա պարտիզանական քաղաքականություն չի։ Սա պետությունն ազատագրող ինժեներական նախագիծ է։ Չորրորդ ճշմարտությունը Հայաստանի ինտելեկտուալ էլիտան ոչնչացվել է համակարգված կերպով, որտեվ օտարի վերահսկողության համար ամենավտանգավոր երևույթը դա ազգային մտքի արկայությունն է, որովհետև այդ մատրիցան երբեք չի ցանկացել, որ Հայաստանը ունենա մտավոր ղեկավարություն։ Մտավորականը տենում է ու հասկանում է այն, ինչը մյուսները չեն կարող տենան ու հասկանան, ու հենց այդ է նրան դարձնում վտանգավոր թե արտաքին, թե ներքին պախտոր ուժերի համար։ Հայաստանի խնդիրը այն չի, որ Հայաստանը չունի աշխարհայացք ունեցող մարդիկ։ Խնդիրն է նա, որ նրանց թույլ չեն տվել մտնել պետական կառավարման մեջ։ Իսկ սրանց մատրիցան վտանգվում է, երբ հայ ժողովուրդը սկսում է մտածել, դառնալ միասնական։ Այս սրա համար է, որ մեր իրական գիտական, մշակութային, ռազմական, հոգևոր էլիտան տարիներ շարունակ դուրս է մղվել պետական կառավարման մեխանիզմից։ Ու սրանք ոչնչացրել են ոչ թե մարդկային անունները, այլ ամբողջ մի ժողովրդի ինտելեկտուալ գենոֆոնդը։ Ու երբ ազգը մի դար շարունակ զրկված է լինում իր բնական առաջնորդներից, այդ ազգը դառնում է կառավարելի ոչ թե գաղափարով, այլ վախերով, վախով։ Մի հատ մեր այսօրը գնահատեք ոնց դուք եք կարում ու կտենաք, որ ոչ մի գաղափարական արգելք, ոչ մի գաղափարական թույլտվություն, ոչ մի բան չկա, ամեն ինչ հիմնված է վախերի ու սպառնալիքների վրա։ Երկրի շարժիչ ուժ պետք է լինի մտավորականը, գիտնականը, արվեստագետը, զորահրամանատարը, գյուղացին, ուսուցիչը,
Մեկ նայեք էլի այսօր իրանց առաջնորդ ինքնահռչակացներից շատերի մակարդակը, միտքը, բառապաշարը, մենտալիտետը, ու մեկ նայեք հասարակության տարբեր զանգվածներ ոնց են ընդունում նմանների առաջնորդությունը։ Այստեղ հաստատ կարելի է ասել, որ Թուրքն ու Կրեմլը ու ոչ միայն իրանք հասել են իրենց նպատակին, որ հայ հասարակությանը իջացնեն այն մակարդակի, որ ինքն իրան առաջնորդներ ընտրի ամենատակից, ամենացածից, կեղտից, որ չձգտի մտավորականության, որ չտենա իր բնական առաջնորդին, չնկատի իր ազգայնական ուժը, մնում է ցավակցելով տվյալ զանգվածին, շնորհավորել արտաքին պղտոր ուժերին, ինչ ասեմ։ Ավելի լավ է ասեմ լույսի բանակի նպատակը էս հարցը լուծելու համար, երբ բնական, իրական ու ազգային հեղափոխությամբ գանք իշխանության։ Իսկ նույն սկսելու ենք ազգային ինտելեկտուալ վերնախավի ինստիտուցիոնալ վերակառուցումը։ Իմ անձնական վերահսկողությամբ ստեղծվելու է գիտական խորհուրդ ռազմավարական ոլորտների շուրջ։ Ստեղծվելու է անվտանգության խորհրդի նոր մոդել, ոչ թե քաղաքական, այլ գիտառազմական։ Մտավորականները ներգրավվելու են պետական վերնախավի ձևավորման գործընթացում։ Այդ է, որ ասում եմ, արձագանքեք ու դառեք մեզ թիմ։ Այդ եմ ասում, էլի։ Որ բոլորը լինեն իրենց արժանի տեղերում։ Պատրաստելու ենք նոր սերնդի կառավարիչներ ու պատրաստելու ենք գաղափարային հիմքով, ոչ թե կուսակցական։ Պետությունը մտքով է ստեղծվում, ոչ թե փողով։ Փողով մենակ իրականացվում է արդեն իսկ մտքով ստեղծված պետությունը։ 5-րդ ճշմարտությունը դուք իմ հայ ժողովուրդ ունեք անսահման հզոր ուժ, բայց սերնդեսերունդ տարբեր վախեր կրելով եկե հասել եք մինչև այսօր ու արդեն մոռացել եք ձեր գեր հզոր ուժի մասին։ Դրա համար էլ այսօր որոշները երբ ձեզ իրանց առաջնորդությունն են առաջարկում, այդ ողջ առաջարկությունը լրացնում են ձեզ ձեր վախերից ազատելու խոստումներով։ Ու գիտեք հայր ջան, իրականում ամոթ է նման խոստումներով հրապուրվելը, քանի որ դրանով դուք ցույց եք տալի, որ դառել եք վախկոտ։ Ու դրա համար է, որ ճակերտավոր առաջնորդների մեծամասնությունը բաղկացած է կեղծ հեղինակություններից, փուչիկներից։ Ես գիտեմ հաստատ, որ հայ ժողովուրդը երբեք թույլ չի եղել։ Մի քիչ խորը բան եմ ասում, բայց հասկացողը կհասկանա, թույլ են եղել հայ ժողովրդին առաջնորդված վիճակները։ Հայր ջան, ես գիտեմ, որ դուք չեք հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, երևի երբեմն նույնիսկ ինքներդ ձեզ էլ չեք հավատում, այն որ հույսը սպառված է թվում, բայց կամքը հաստատ կա։ Ես գիտեմ, որ դուք ուզում եք քայլ, ուզում եք օրինակ, ուզում եք առաջնորդություն, ուզում եք ոտքի կանգնելու պատճառ, ու ես գիտեմ, որ այդ մենակ մենք պետք է տանք, ոչ թե կոչերով, այլ քայլերով։ Ես գիտեմ, որ հոգնել եք խոսքից, ես գիտեմ, որ չեք հոգնել արդարությունից, որ չեք հոգնել արդարություն վերականգնելու ձգտումից։ Ես գիտեմ, որ դուք տկար չեք, որ ընդամենը սպասման մեջ եք, սպասում եք առաջնորդության, սպասում եք գաղափարի, որը կդառնա ոչ թե Facebook-յան կարգախոս, այլ ժողովուրդ պետություն կապող ողնաշար։ Ու ես համել գիտեմ, որ այդ ամենը մենակ մենք ենք ձեզ տալու, մենակ լույսի բանակը, ուղղակի մի փոքր համբերել է պետք, ռեսուրսներ են պետք, հայթայթում ենք, կգտնենք, ու ինչքան շուտ ենքան լավ, նենց որ առաջ Աստված։ 6-րդ ճշմարտություն, ես էլ են մարդկանց համար, ովքեր ասում են, որ հեղափոխությունը ճիշտ չի, քանի որ փողոցով եկածը չի կարող ղեկավարելնի, ուրեմն ասեմ հստակ իմացեք, որ հեղափոխությունը ի սկզբանե քաղաքական իրադարձություն չի, հեղափոխությունը քաղաքակրթական վերափոխում է, որն էլ հետո թելադրում է քաղաքականության ներգրավում, որ պահպանվի քաղաքակրթական վերափոխումը, ու որպեսզի քաղաքականությունը չշեղվի քաղաքակրթական
վերափոխման գաղափարներից պետքա կառավարել այդ քաղաքականությունը, իսկ քաղաքականության կառավարումը կոչվում է իշխանություն ու կառավարիչը պարլամենտական երկրում դառնում է վարչապետ, իսկ նախագահականում նախագահ, նենց որ ոչ թե փողոցից եկած, այլ քաղաքակրթական վերափոխման ճանապարհով եկած, սա հիշեք, փողոցից եկածը Նիկոլն է, մենք գալիս ենք քաղաքակրթական վերափոխման ճանապարհով։ Մի բան էլ ասեմ, սրա հետ կապված, ցույցը մի շփոթեք հեղափոխության կամ դրա փորձի հետ, ցույցը հեղափոխություն չի, ցույցը մենակ հետևանք է, հեղափոխությունը չի ծնվում փողոցում, հեղափոխությունը ծնվում է գիտակցության աշխարհաքաղաքական փոխակերպումից, դա արվում է ինքնության կոդի վերակազմումով, իրական հեղափոխությունը այն է, երբ ժողովուրդը հրաժարվում է իր վրա դրած պատմական ստորադասության վիճակից ու փորձում է դրանից դուրս գալ։ Հեղափոխությունը այն է, երբ ժողովուրդը հասկանում է, որ իր պետությունը զուտ ֆիզիկական տարածք չի, այլ քաղաքակրթական պատասխանատվություն, հեղափոխությունը ծնվում է գիտակցության մեջ, հետո կազմակերպվածության մեջ, երբ ամեն մարդ տենում է ու հասկանում է, որ ինքը հոգնել է հավերժ խաբված լինելուց, ու երբ հեղափոխությունը դառնում է ոչ թե ցանկություն, այլ անխուսափելիություն, ու մենք հիմա հենց այդ փուլում ենք, ու հենց այդ հեղափոխությունից հետո լույսի բանակի իշխանության լինելուց մեր նպատակներից եւս մեկը, որը պետք է իրականացնենք, ազգային ինքնության վերակոդավորում, այսինքն հայոց պատմության նոր ընթերցում, ոչ թե զոհի, այլ ուժի դիրքից, ազգային ինքնության ու աշխարհաքաղաքական մոդելի ձևավորում, մշակութային քաղաքականության նոր ուղղություն, ու ասենք ոչ թե ֆոլկլոր, այլ ազգային ու պետական էսթետիկա, նոր ազգային առաքելություն, Հայաստանը ոչ թե գոյատևող, այլ ձևավորվող, զարգացող ու հզորացող պետությունը, հաղթական պետությունը, արմատ ունեցող պետությունը, հայոց պատմությամբ պետությունը, ու սա դեռ մի քանի կետ։ Ու վերջի 7-րդ ճշմարտությունը, Հայաստանը չունի արտաքին փրկիչ, Հայաստանը ունի մենակ մի փրկիչ, իր պատմական հիշողությունը, ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Իրանը, ոչ էլ որևէ այլ երկիր չի փրկելու Հայաստանը, Հայաստանին փրկելու է մենակ հայ ժողովրդի մտածողության, պատասխանատվության ու վախի հաղթահարման համադրությունը, ու այդ ուղու առաջի քայլը վերածննդի շարժումն է, ոչ մի մեծ ուժ երբեք չի փրկել փոքր ժողովրդին, եթե այդ ժողովուրդը չի կրել սեփական պետականության բեռը, դաշնակիցները գալիս են ու կանգնում են մենակ ուժեղների կողքին, թույլերին դաշնակից չեն դառնում, այլ դաշնակցի անվան տակ նրանց միշտ օգտագործում են իշահ իրանց, Հայաստանի փրկիչը ոչ թե դրսում է, այլ ներսում, հիշողության այն խորքում, որտեղ դեռ կենթանի է Արարատյան թագավորության գաղափարը, որտեղ չի մարում Վարդանանցի կամքը, որտեղ ապրում է Սարդարապատի օրինակն ու մեծ հայքի հավետությունը, պետություն կառուցելու ուժը չի գալի աշխարհաքաղաքական քարտեզից, դա գալիս է սեփական ժողովրդի հոգևոր կոդից, եթե այդ կոդը արթնանա, Հայաստանը չի կարա պարտվի որևէ ուժի, վերածննդի շարժման հաղթանակից, այսինքն իրական ազգային հեղափոխություն իրականացնելուց հետո, երբ լույսի բանակը լինի իշխանության, կարևորագույն նպատակներից մեկը, որը իրականացնելու ենք, դա պետականության վերակենդանացումն է, մեխանիզմը նայեք, ստեղծվելու է ազգային անվտանգության նոր դոկտրին, ապագայի համար առնվազն 25 տարվա մեծ ռազմավարություն, առնվազն 25 տարվա, տարածքային ապագայի մոդելավորում, միջազգային նոր դիրքավորում, սերունդների վերածնունդ, ինչպես թվով, տենց էլ որակով, ժողովուրդ, Հայաստանի փրկությունը գալու է ոչ թե աշխարհից, այլ հենց իր սեփական քաղաքակրթական արմատից, ուրիշ փրկություն չկա։ Այսքանն էի ուզում ասեի,
Առաջի հայացքից ամենապարզ ու բացեիբաց դրված բաներն են, բայց չգիտես ինչի այս 7 ճշմարտությունները այս ձևով երբեք չեն ասվել։ Համենայն դեպս ես ոչ մեկից չեմ լսել, որովհետև դրանց վրա իշխանություն չեն պահում, բայց հենց դրանց վրա են կառուցում պետություններ։ Ու եթե մարդ կա, որ այս ճշմարտությունները լսելուց հետո կշարունակի ծառայել հին աշխարհակարգին, կշարունակի պատրաստվել 2026-ի ընտրություններին, միտումնավոր ու գիտակցված կշարունակի մնալ այս նույն մատրիցայի մեջ, ուրեմն ինքը ոչ թե ուղակի սխալվում է, կամ ասենք զուտ աթոռակռիվ անող եսիմով է, այլ ինքը նաև հրաժարվում է սեփական ժողովրդից։ Հիմնավորումներով հակադարձել ցանկացողներին էլ հերթական անգամ հրավիրում եմ on-line բանավեճի ու գիտեմ որ չեք գա։ Եթե գաք էլ վերջում ուզեք թե չուզեք, իմ հետ համաձայնված գնալու եք։ Ճշմարտությունը տենց բան է։ Ու այս խոսքը չի մրցում ոչ մի կուսակցության, ոչ մի վերլուծաբանի, ոչ մի քաղաքական գործչի հետ, որտեվ այս խոսքերը ոչ թե մենակ ընդդիմության լեզու են, այլ պետություն ստեղծող մտքի լեզու, սեփական ազգին արթնացնելու միտում ունենալու լեզու։ Ոնց որ լույսի բանակն է դուրս բոլոր տեսակի մրցակցություններից, տենց էլ մեր խոսքը, նպատակները, միտքն ու ծրագրերը, էս է Հայաստանի նոր մտքի ծնունդը։ Ու հենց ստեղից էլ սկսվում է այն, ինչը կոչվում է վերածնունդ։ Լավ մնաք, բարձրյալն օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։